Շիրակի մարզային գրադարանում կազմակերպված զրույց հանդիպման թեման կինն է, խորագիրը ծագումով հայ կանայք աշխարհում։ Նրանք շատ են, ներկաներն առանձնացնում են մի քանիսին, որոնք իրապես նշանակալի ավանդ են ունեցել կրթության, գիտության, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտների զարգացման գործում։ Եկեղեցական ճարտարապետությունը հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի կարևորագույն բնագավառն էր, գործընթացին անմասն չէին նաեւ հայոց տիկնայք, բարձրաստիճան կանայք մեծ ներդրումներ էին կատարում եկեղեցաշինության բնագավառում, զարկ տալով նաեւ երկրի հոգևոր մշակութային գիտակրթական կյանքին։ Նրանց հովանավորությամբ հիմնադրված եկեղեցիներն ու վանքերը մինչև այժմ էլ համաշխարհային ճարտարապետության գոհարներն են համարվում։ Ջրասույս հուշարձանների հետազոտող Աննա Մարտիկյանն ուսումնասիրել է, ծանոթ է շատ հայ կանանց պատմությանը։ Ասում է հայ կնոջ մասին պետք է խոսել ոչ միայն որպես հավաքական կերպարի, այլ որպես անհատի։ Նրանք բոլոր ոլորտներում իրենց բարձր մակարդակով են դրսևորել։ Անիտա Կարագոշյան Կոնցիի մասին, աշխարհի առաջին կին օվկիանոսագետի, հետո հանդիպեցի Աննա Տեր-Վարդանյանին, ԱՄՆ ռազմածովային ուժերի կին գերագույն գլխավոր ավագին, որը առաջինն էր աշխարհում ու դա բացառիկ երևույթ էր ամերիկյան զինված ուժերի կազմում, հետո ավելի շատ բան են արել, բայց ավելի քիչ հայտնի են մեր մոտ։ Դիանա Աբգարի մասին վերջին շրջանում սկսեցին ավելի շատ խոսել, գրքեր գրել, ֆիլմեր պատրաստել։ Գոհար Վարդանյանը, իդեպ Գոհար Վարդանյանը նաև լեննականցի է։ Տեյմ Սայան Սրբուի Իլայասը Նոր Զելանդիայի գերագույն գլխավոր դատարանի նախագահն է, պատմության մեջ առաջին անգամն է։ Այո, հիմա դեռ չի մահացել ու դեռ գործող է, եւ Ալենուշ Տերյանը Իրանի առաջին կին աստղագետ, աստղաֆիզիկոսն է, որը նաեւ արևային աստղադիտարանն է հիմնել։ Ռուսական բալետի հիմնադիրներից մեկին է անդրադառնում Շիրակի պետական համալսարանի դոցենտ Լիլիթ Ասոյանը։ Ագրիպինա Վագանովը ռուսական բալետի հայ հիմնադիրը։ Ռուսաստանում այդ բարձրագույն կոչման արժանացել են 6 պարուհի, որոնց թվում է նաև Ագրիպինա Վագանովան։ Ագրիպինա Յակովլևնա Վագանովը, լրիվ ռուսական անուն ազգանուն, բայց լրիվ հայկական անուն ազգանուն Վահանյան Ագրիպինա Հակոբի։ Հայ կնոջով հպարտանալու, ոգեշնչվելու, նրանից սովորելու շատ բան կա։ Սիրո, գեղեցկության, մայրության խորհրդանիշը նաև ներշնչանքի հզոր աղբյուր է, նշում են հանդիպման մասնակիցները։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։